Դա ըստ էության Շոյգուն բաց տեքստով ասաց, որ մենք չենք հեռանալու։ Ես միշտ ասել եմ, որ Հարավային Կովկասից դուրս կգա Ռուսաստանը, հատկապես եթե երկաթուղից հրաժարվի, սա կարևոր ճանապարհներ են, որոնք շրջանցելու են Ռուսաստանին, ինչու՞ պիտի Ռուսաստանը դուրս գա։ Այստեղ է, որ մենք ունենք արդյոք ԱՄՆ-ի օգնությունը, մենք Պուտինի հետ միայնակ չենք կարող այս հարցը լուծել, պարզ է, չէ՞, այսինքն ինչ ներկայություն ունեն իրենք այստեղ ունենալով երկու փակ սահման, Իրան, որը չգիտես ինչ իրավիճակում կլինի, Վրաստան, որը պրոռուսական է, Հայաստանը շատ բարդ իրավիճակում է, այսպես Վենսի այցով եւ Թրիփի ինչ որ հռչակագրերով մենք խնդիր չենք լուծելու։ Ինձ վախեցնում է նաև Տրամպի քաղաքականությունը Պուտինի հանդեպ շատ դրական է։ Ինչ կարող է տեղի ունենալ, ինչ պայմանավորվածություն, հիմա 12 տրիլիոն դոլարի մասին են խոսում։ Պուտինի համար գումարը չի կարևոր։ Պուտինի համար իր շահերն են կարևոր Հարավային Կովկասում։ Տրամպը գործարքի մարդ է։ Այստեղ է, որ ես ունեմ այս մտավախություններ, թե ինչ տեղի կունենա։ Հայաստանը պիտի միայնակ չմնա ռուսական վտանգի առջև։ Իսկ որ պայմաններում Ռուսաստանը կհրաժարվի Հայաստանում երկաթուղիների կառավարումից, այսինքն որ դեպքում Ռուսաստանը կգնա նման քայլի եւ ինչ ռիսկերի մասին եք խոսում, ասացիք, որ շատ ռիսկային է եւ իրենք էլ ըստ էության հայտարարում են, որ չենք գնալու, մենք այդ ներդրումներն արել ենք, շարունակում ենք անել, զարգացրել ենք, շարունակում ենք զարգացնել, թեև այդ զարգացումը շատ տեսանելի է։ Տեսեք, ակնհայտ է, որ Փաշինյանի առաջարկը, որ ուրի մեկ այլ երկրի բարեկամական, սա մերժվել է, եթե չմերժվեր նա հայտարարություն չէր անի դրա մասին, որտեղ կոլիսներում են ընդհանրապես այդպիսի հարցերը բանակցում։ Երկրորդը, մինչև հիբրիդ պատերազմի մեթոդները իրավունքի տեսանկյունից է սա խնդրահարույց։ Հիմա կասեք, ինչ միջազգային իրավունք, բայց Ռուսաստանը կարող է դիմել օրինակ ինչ որ ատյանների, ինչպես հեծի ղեկավարությունն է անում եւ Հայաստանի ներքաշել այսպիսի դատական պրոցեսների մեջ։